Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ Թբիլիսիից տեսակապի միջոցով մեզ է միացել վիրահայ հասարակական գործիչ Գեորգի Թումասյանը։ Բարև ձեզ, պարոն Թումասյան։ Բարև ձեզ։ Պարոն Թումասյան, վերջին զարգացումներից խոսենք, դուք տեսաք, որ ըստ էության քահանան գնացել էր Հովանավանք եւ պահանջում էր Տեր Արամին լքել եկեղեցու տարածքը այն դեպքում, երբ այդ պահին հենց պսակադրություն էր տեղի ունենում, այնտեղ նաեւ մի շարք լրատվական միջոցներ կային, լրագրողներ եւ ըստ էության կարելի է ասել, որ պսակադրության այդ արարողությունը ինչ որ իմաստով խոչընդոտվեց եւ ամբողջ պահանջը մեկն էր, որ Տեր Արամը պետք է լքի Հովանավանքը։ Վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ Տեր Արամի շուրջ այսպես ստեղծվել է ինչ-որ աղմուկ եւ նրան հուդա են որակում, հիմա արդեն պահանջում են, որ լքի Հովանավանքը, կարգալույծ արվեց, արդյոք արդարացի էին այս բոլոր գործողությունները։ Ես կարծում եմ, որ այս գործողությունները բացահայտություն են տալի, ինչպիսի համակարգ է ձևավորված Կտրիչ Ներսիսյանի եւ իր փոքրիկ խմբակի կողմից մեր եկեղեցում եւ եկեղեցին փաստացի գրավված է այդ փոքրիկ խմբակի կողմից եւ Տեր Արամ Քահանա Ասատրյանի փաստորեն ճշմարիտ ճանապարհի վրա կանգնելը, ճշմարտությունը ասելը բերեց այն իրավիճակին, որ միանգամից ուզեցավ այդ փոքրիկ խմբակը կարգալույծ անել, բայց կարծում եմ, որ իր այսօրվա գնահատականը, որ ինքը հստակ ասաց, կարգալույծ արվածը չի կարող կարգալույծ անել եւ գահընկեց փաստացի եւ կարգալույծ է արված ազգի կողմից Կտրիչ Ներսիսյանը եւ դա ինքը կտեսնի այստեղից նաեւ շատ հստակ արդեն, որովհետեւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու ազատագրման գործընթացը խոսքից անցնում է գործի, այդ է պատճառը, որ իրանք շատ դժգոհ են Տեր Արամ Քահանա ուրեմն Ասատրյանից, որովհետեւ առաջինն է եւ Հովանավանքը դառնում է մեր առաջի վանքը եկեղեցին, որտեղ որ Կտրիչ Ներսիսյանից ազատագրված մենք փաստացի արդեն եկեղեցի ունենք եւ այս կիրակի օրը նաեւ ուրեմն պատարակով դա նաեւ կամրապնդվի եւ այդ է պատճառը, որ այսօր այդպիսի սադրանք են փորձել կազմակերպել, իհարկե նախորոք եւ փորձում են մի կերպ այնպես անել, որ խոչընդոտեն այս ազատագրման գործընթացը, հարցը նրանում է, որ իրենք հետ չեն քաշվում իրենց ծրագրից եւ Կտրիչ Ներսիսյանը պատկերացնում է, որ կարող է շարունակել այսպիսի մոտեցումով ուրեմն պետության հետ խաղեր տալ, բայց ինքը շատ է շփոթվում դրանում, որովհետեւ պետության հետ, հայկական պետության հետ ինքը այդպիսի խաղեր տալ այլևս չի կարողանա, ոչ էլ իր փոքրիկ խմբակը եւ համոզված եմ, որ շատ շուտով ինքը դրանում կհամոզվի, ես բարձր եմ գնահատում եւ կարեւոր եմ համարում Հայաստանի վարչապետի հայտարարությունը, որ կիրակի օրը լինելու է Հովանավանքում եւ մասնակցելու է պատարակում, ինչպես նաեւ այն, որ ինքը ասաց եկեղեցիները պատկանում են, ինչպես տաճար նկատի ունեմ, ինչպես հուշարձան պատկանում են պետությանը եւ պատշաճ իրավիճակում պետությունը այլևս չի փոխանցի դա Կտրիչ Ներսիսյանին, որ ինքը կարողանա մեր ազգի դեմ օգտագործել մեր եկեղեցիները եւ տաճարները, դա նաեւ շատ կարեւոր է եւ իհարկե քաղաքացի Սամվել Հովհաննիսյանը, հենց ինքը arczepiskopos Նաթան կոչվածը, երեք քննչական կոմիտեում էր, գիտեք, ես կարծում եմ քաղաքացի Կտրիչ Ներսիսյանի հերթը նաեւ եկել է, որտեղ այդ նույն գործի հետ կապված Կտրիչ Ներսիսյանն էլ է մասնակցել այդ ստիպման գործընթացում քահանային մասնակցի ցույցերում։ Պարոն Թումասյան, ես ճիշտ հասկացա, որ ըստ էության փորձել են խոչընդոտել այդ կիրակնօրյա պատարակը, եթե այո, ապա ինչու, այսինքն ինչ մտավախություններ ունեն։ Մտավախությունը նրանում է, որ սա դառնում է առաջի եկեղեցին եւ առաջի փաստացի հոգեվոր կենտրոնը, որը անջատվում է Կտրիչ Ներսիսյանի փոքրիկ խմբակից, բայց ես ընդգծում եմ, ոչ թե հայ առաքելական Սուրբ եկեղեցուց է անջատվում, այլ հենց Կտրիչ Ներսիսյանից եւ մենք որևէ մեկս, այդ թվում ես անձամբ, որևէ անջատման գործընթացի, որևէ ճաքի մեր եկեղեցում ոչ միայն աջակից չեմ, դեմ եմ այդ գործընթացի։ Ուստի սա այդ գործընթացը չէ, հակառակը Կտրիչ Ներսիսյանից եւ իր փոքրիկ խմբակից շուտով ազատագրվելով, հակառակը ամբողջ եկեղեցին ենք ազատագրելու եւ որևէ ճակ, որևէ երկու բևեռ մեր եկեղեցում գոյություն չի ունենա, ուղղակի Կտրիչ Ներսիսյանը ցուցվանգում է հիմա գտնվում
մի կողմից հասկանում է, որ իհարկե պետությունը շատ հստակ է դրսևորված, որ այս գործը միջև վերջ չէ տանելու եւ ինչպես վարչապետը ասաց, եկեղեցին դա գործակալները չեն, KGB-ի եւ ոչ էլ սրբապղծություններով զբաղվող մարդիկ եւ հայոց պետությունը առաքելություն ունի անելու մեր եկեղեցին ազատագրելու գործում, բայց մյուս կողմից իր տերերը տարբեր տեղերից ստիպում են նաեւ Իրան եւ իր փոքրիկ խմբակին, որ հանկարծ հետքայլ չանի, դա արդեն իր խնդիրն է, որովհետեւ պարտականություններ ունի ոչ միայն ուրեմն պարտականություններ ինքը պետք է ունենար միայն հոգևոր արարչի առջև եւ իր հայրենիքի առջև, բայց իր հայրենիքը դա սովետական միությունն է եւ իր տերերը դա KGB-ի համակարգն է, դա բացահայտ նաեւ վարչապետը ասաց եւ ուստի խնդիրը ամբողջ գալիս է հենց դրանից, որ Կտրիչ Ներսիսյանն է դավաճան է այն խոստումին, որը ինքը տվել է եւ հաշվի առնելով դա ինքը չի կարող կալկալույց անել որևէ արդար քահանայի եւ Տեր Արամ քահանա Ասատրյանը կալկալույց արված չէ, ուստի ինքը անցկացնելու է այդ պատարակը, ինչը շատ կարևոր է, միևնույն է ինչքան էլ փորձեն խոչընդոտել խանգարեն երևի մոտակա օրերում նաև նորից սադրանք կազմակերպեն, որևէ ձև իրանք չեն կարողանա հայկական պետության այս կարևորագույն որոշումը խոչընդոտել եւ խանգարել։ Պարոն Թոմասյան, ես ձեր խոսքից ճիշտ հասկացա, որ ըստ էության Գարեգին Բ-ն գնալու տարբերակ չունի, այսինքն ճիշտ ընկալեցի, որ ասում եք, եթե ինքը կարողանար, եթե իրեն թույլ տային կգնար։ Այո, ես ոնց հասկանում եմ, ինքը շատ բարդ իրավիճակում է, որտեղ գնալու դեպքում նաև կունենա լուրջ խնդիրներ, բայց եթե կարծում եմ, որ Իրան այն իր տերերը, որոնց առջև ունի պատասխանատվություն, նկատի ունեմ, պարտքի մեջ է գտնվում իրանց առջև, ինքը ես կարծում եմ վարչապետը բացահայտ ասեց, որ իր եղբայրը Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը KGB-ի գործակալ է, ուստի իրանք ընտանիքով ոնց հասկանում եմ, ունեն պարտականություններ տարբեր այսպիսի ուժային կենտրոնների, օտար ուժային կենտրոնների, այ Բագրատ Գալստանյանը, որ քննարկումներ էր անցկացնում ուժային կենտրոնների հետ օտար, իրանց առջև, որովհետև իրանք սովորեն, որ չկա հայկական ուժային կենտրոն, չկա հայկական ինքնիշխան պետություն, եւ այդ դեպքում իրանք ինչ ուզում, ոնց ուզում անում են օգտագործելով մեր եկեղեցին, հիմա ինչպես նաեւ շատ ճիշտ ասվել է, հայկական պետության համը կզգան եւ կզգան նաեւ տարբեր քայլերով, որովհետեւ ես ուղիղ պետք է ասեմ, սցենարը մենք գիտենք ինչ էր պատրաստվում։ Մենք գիտենք, որ Կտրիչ Ներսիսյանը պատրաստվում էր ի վերջո դառնալ հայկական պետության ղեկավար։ Մենք գիտենք, որ իրանք ուզում են Հայաստանը կրոնա պետություն դարձնել։ Մենք գիտենք դրա մասին, որովհետև իրանք հասկացել էին, որ Հայաստանը կառավարել ուրիշ ձև այլևս չի ստացվում, եւ նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը մեղմ, բայց դրա մասին խոսել էր, որ հոգեվոր առաջնորդ պետք է լինի այս գործընթացում, որովհետև իրանք հասկացել են KGB-ում, որ միակ ձևը կառավարել հայ ժողովուրդը, ոնց իրենք են պատկերացնում, դա քրիստոնեության օգտագործմամբ է, եւ Կտրիչ Ներսյանին պատրաստում են այդ ուրեմն քաղաքական գործընթացը նաեւ առաջնորդելու այն նպատակով, որ Հայաստանը դարձնեն կրոնական չպետություն։ Ուստի հիմա մենք տեսնում ենք, որ իրանց այդ նպատակը ցանկությունը տապալվեց, հակառակ գործընթացը սկսվեց, ազատագրման գործընթացը Կտրիչ Ներսիսյանից եւ իր խմբակից եւ գործակալներից առհասարակ սրբապղծներից առհասարակ մեր եկեղեցու եւ շուտապույտ մենք այդ գործը ավարտին ենք տանելու, որովհետեւ Կիրակի օրը նաեւ կամրապնդվի ազատագրման գործընթացի սկիզբը։ Սա առաջի քայլն է, առաջի եկեղեցին է հոգեվորականը։ Շուտով համոզված են, որ կլինի այդպիսի բազում տասնյակ եւ կամած շատ ակտիվ նաեւ կգնանք նրա, որ Կտրիչ Ներսյանին առհասարակ որևէ մեկը չի ենթարկվի, իսկ այն քահանաները, ով որոշում են այս դեպքում միևնույնը աջակցեն բացահայտ Կտրիչ Ներսիսյանին, հիմա այս իրավիճակում, ապա պետք է գիտենան հստակ, որ իրանք նաև մասնակցում են պետական դավաճանության մեջ, որովհետև այսօր աջակցել Կտրիչ Ներսյանին նշանակում է աջակցել հայ առաքելական եկեղեցին օտարի վերահսկողության տակ, որ մնա եւ այս կարգավիճակում մնա, սա դավաճանության բացահայտ գործընթաց է, այն մարդիկ ով գիտակցում են, իսկ շատերն են գիտակցում այդ քահանաներից եւ գիտեն ինչու մեջ են մասնակցում, թող շատ լավ մտածեն, արդյոք արժի որ դուք մասնակցում եք պետական դավաճանության գործընթացի մեջ։ Սա քաղաքական գործընթաց է։
Կտրիչ Ներսիսյանից իր փոքրիկ խմբակից եկեղեցին ազատագրելը նշանակում է հայ եկեղեցին ազատագրելը հայկական պետության կողմից օտարների ազդեցությունից, տարբերություն չկա ինչպիսի օտարների։ Դա այդպես է լինելու, ով ծրան խոչընդոտում է, ես կարծում եմ լուրջ խնդիրներ ապագայում կունենա, որովհետև հարցեր կառաջանան, դուք արդյոք հասկացել եք լիարժեք ինչու եք մասնակցել։ Ով չի հասկանում, ես իրանց ցանկություն եմ նաև եւ հնարավորություն եմ հիմա տալի այս եթերով նաև որ խորը մտածեն արդյոք իրանք պատրաստ են օտարի շահերը անցկացնելու մասնակցեն հայկական պետության շահերի դեմ շատ կարա թանկ նստի դա Պարոն Թոմասյան, բայց ամեն դեպքում քիչ չեն նաև Գարեգին-բեի աջակիցները։ Ես դες հիշեցնեմ, որ բոլոր նախկին նախագահները, ամենատարբեր քաղաքական ուժեր, այդ թվում ընդդիմությունը խորհրդարանական վերջինը արտահայտվեց Սերժ Սարգսյանը երրորդ նախագահը եւ ասաց, որ այս իշխանությունը սրբություններ չունի եւ իրենք պատրաստ են կանգնել կաթողիկոսի կողքին եւ ականջալուր լինել, այսինքն այն պահից, որ կաթողիկոսը կունենա իրենց կարիքը, իրենք պատրաստ են աջակցել եւ այսպես շարունակ, այսինքն աջակիցներ ունի նաև Գարեգին-բն։ Հիմա ինչ սպասել նաև այդ շրջանակից, որովհետև իրենք էլ աջակցում են Գարեգին-բեին եւ ասում են, որ կանգնելու են, գնալու են միջև վերջ, անգամ հոգեվորականներ կան, որ հայտարարում են, որ եթե անգամ իրավապահ համակարգը գնա ամենայն հայոց կաթողիկոսի ետևից իրենք կալանավայրը կվերածեն կաթողիկոսարանի եւ այսպես շարունակ։ Դե բաց այդ պետք է ասել, որ այո, 3 նախագահը մի քանի էլի ուժեր, իհարկե դաշնակցությունը եւ այլն աջակցում են Կտրիչ Ներսիսյանին, դե գործակալներին պետք է աջակցեն։ Մենք զարմանալի բան ենք տեսնում, նույնիսկ եկեղեցականները աջակցում են կոմունիստին, աթեիստական կոմունիստական շրջաններ Հայաստանում չմոռանանք, կոմունիստը աջակցում է իրանց, դաշնակցությունը աջակցում է նաև բոլորին, եւ այդ ուժերը բոլորը մի խմբի մեջ են արդեն հայտնվել, դա լավ է, բայց թույլ տվեք այսպես ձևակերպեմ։ Իրանք չնայած դրա շատ քիչ են Հայաստանի հանրության շատ փոքր մասն է աջակցում այս գործակալներին, ինչպիսի ձևաչափով էլ չլինեն ներգրաված։ Կլինի դա Սերժ Սարգսյանը եւ ուրեմն Էդմոն Մարուկյանի ինչ որ ուժերը, կլինի դա Սամվել Կարապետյանը, իդեմս ասեմ այսօր քննչական կոմիտեի հայտարարությունը տեսա, որ ձերբակալել են մեկ անձ կաշառք տալու պատճառով Սամվել Կարապետյանին աջակցող այդ իրանց ձևով շարժման օրերս տեղի ունեցած ուրեմն հանրահավաքում մասնակցելու համար կաշառելու դեպքի համար ուրեմն եւ դա շատ կարեւոր է քննչական կոմիտեն ակտիվ աշխատում է եւ այդ փոքրիկ խմբակը որ աջակցություն ունենար ապա մարդկանց չէր կաշառի որ իրան գային ցույցերում մասնակցեն ուստի այո բոլոր գործակալները միավորվել են այո բոլոր գործակալները վերջնական պայքար են տալի որովհետեւ մենք որոշել ենք բոլորս որ հայկական պետության ինքնիշխանությունացնում է գործակալների ուրեմն հարցը ավարտելով Եվ իրանք հիմա հասկանում են, որ իրանց հարցը ավարտվում է։ Ուստի միավորվել են, համախմբվել են տարբեր ձևերով եւ հիմա կարծում են մի ձև փրկվելու են, չի լինի դա, որովհետեւ հայկական պետության փրկման, ինքնիշխանության ձևավորման ճանապարհը անցնում է գործակալների հարցը լուծելով, որի գլխավորն է իհարկե այդ գործակալներում Կտրիչ Ներսիսյանը եւ շատ շուտով իրան ազգովի եւ թող չմոռանա, որ ազգը ունի այդ լիազորությունը, գահընկեցել եւ ուրեմն ամբողջությամբ կլքի ինքը մայրաթորը եւ ընդհանրապես կհեռանա եկեղեցուց ես եւ կոչ եմ անում այստեղ բոլոր արդար քահանաներին, որոնք դեռ մտածում են այս գործընթացը ինչպես կավարտվի եւ սպասում են, որ կողմնորոշվի իրավիճակը հետո որոշումներ կատարեն, ես դες կարամ բացայտ ասեմ, այստեղ սպասելու անհրաժեշտություն չկա, այս հարցը միջև վերջ ենք տանելու, ուրիշ տարբերակ չկա, ուստի եթե սպասում եք, արդեն սպասելու ժամկետը ավարտվել է եւ կարող եք շատ ուրեմն համոզված լինել նրանում, որ Կտրիչի հարցը լուծվում է եւ միանալ արդար քահանաներին։ Այսպիսի շանս նաեւ ձեր սխալները նախկինում լռելու խոսքին սխալը, որ դուք կարողանաք ուղղել, նաեւ ունեք հիմա Պարոն Թոմասյան, զարմանալի եւ կամ տարօրինակ չէր, որ այս հայտարարություններին միացավ նաեւ Մեծիտան Կիլիկիո կաթողիկոս Արամ Արաչինի հայտարարությունը, նա իր հայտարարության ըստ ասում էր, որ երկիրը հիմա դժվարին վիճակում է եւ այս իրավիճակից դուրս գալու համար պետք է նոր իշխանություն գա, պետք է իշխանությունը զիջել երիտասարդներին եւ այսպես շարունակ։ Նախ ինչի մասին էր ակնարկում նաեւ Արամ Արաչինը եւ սա չի նշանակում, որ ըստ կրկին միացել է այն բանակին, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Դե Արամ առաջինը ինքը գիտեք, որ օրերս ուղարկել էր պատվիրակություն, նույնիսկ նվերներ վարչապետին, իսկ դրանից հետո մեկ օր անց արդեն դիրքորոշումը հակառակը փոխել է, որովհետև ոնց հասկանում եմ, իր վրա ամենահզոր ազդեցություն ունեցող դաշնակցությունը կիրառել է այդ ազդեցությունը եւ ստիպել է իրեն, որ վերադառնա այդ դիրքերին։ Իշխանապողությունը ում է ներառելու, դաշնակցությունին են իշխանությունը փոխանցելու, ով է փոխանցելու, ինչպես է դա լինելու, հայ ժողովրդի փոխարեն իրանք են, դաշնակցությունն է որոշում, որ դաշնակցությանը պետք է իշխանությունը անցնի։ Ես կարծում եմ օրերս շատ հստակ, ուրեմն ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը բացահայտ դաշնակցությունին ուրեմն պատասխանեց, թե ով են իրանք եւ իրանց գլխավոր վեհ գաղափարը, որ ոչ թե ազատությունն է, ինչպես իրանք դա ուրեմն փորձում են մեր նոր սերունդին այդ թվում վաճառեն, այլ դա գործակալ լինելն է, գործակալությունն է դաշնակցության գաղափարը, որովհետեւ իրանք դեմ են եղել Հայաստանի Հանրապետության անկախությանը այն ժամանակ, դեմ են հիմա էլ այս ամբողջ փուլում ազատությանը եւ անկախությանը հայկական պետությունի, որովհետեւ խնդիրը հայկական պետության ազատության դա իհարկե KGB-ից ազատությունն է, որի ազդեցության գործիք է եղել եւ մնում դաշնակցությունը։ Ուստի եւ ես տեսա զարմանալի բան, իրանք ասում են դուք բոլշևիկյան տրամաբանությունով եք գործում, իշխանություններին են մեղադրում։ Դաշնակցությունն էր, որ բոլշևիկների հետ պայմանավորվել էր եւ բոլշևիկների հետ միասին էր գործում։ Ուստի արեք չխառնենք այդ փաստերը իրար հետ։ Հիմա հասկանալի ամեն ինչ, իրանք փորձում են նաեւ ուրեմն կաթողիկոս Արամ առաջինի վրա այդպես ազդել, շատ բարձ պետք է ասել, Լիբանանից այդքան էլ լավ չի տիրապետվում այն իրավիճակը, որը կա Հայաստանի Հանրապետությունում, ոչ էլ Վրաստանից կամ ուրիշ տեղից։ Միայն Հայաստանի Հանրապետությունում լինելով եւ բոլոր վայրերում շատ ակտիվ մարդկանց հետ շփվելով կարող է համոզվել նրանում, որ այս փոքրիկ խմբակը Կտրիչ Ներսիսյանը չունի այս աջակցությունը եւ իր ուրեմն կից քաղաքական այդ ուժերը չունեն այդ աջակցությունը։ Ես դες համոզեցնում եմ, որ ունենային այդ աջակցությունը, վաղուց արդեն Հայաստանում իշխանությունը կփոխվեր։ Վաղուց։ Բավարար կլիներ նաեւ իրանց փողոց դուրս գալը։ Չկա այդ հնարավորությունը, դրա պատճառով են իրանք պատրաստում ահաբեկչություն, որը տապալվեց, դրա պատճառով են իրանք այդ թվում իշխանության ներկայացուցիչների սպանման մասին բացահայտ խոսում եւ ուստի հասկանալի է թե ինչու են իրանք տառապում, որովհետեւ վերջապես Հայաստանի Հանրապետությունը վերականգնում է իր իրական անկախությունը, որի թշնամի են փաստորեն իրանք բոլորը, որովհետեւ բոլորը շատ լավ գիտեն, որ Կտրիչ Ներսիսյանի պարագայում Հայաստանի Հանրապետությունը միշտ լինելու է կախված Ռուսաստանից եւ Ռուսաստանում այն էլ ինչ որ անհասկանալի մարդկանցից։ Հենց մենք այս գործակալների հարցը լուծենք, Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու ենք։ Ուստի իրանք փորձում են փրկել Հայաստանի վրա ազդեցության այս գործիքը, որով ուզում են Հայաստանը կրոնական չպետություն դարձնել, հա, եւ Ռուսաստանի կազմ մտցնել նաեւ, եւ Կտրիչը պետք է այդ ծրագիրը առաջնորդեր։ Մենք գիտենք այդ ծրագրի մասին կոնկրետ փաստերով եւ ծրագիրը տապալվել է եւ ժողովուրդը պետք է գիտենա, որ այնինչ տեղի չի ունեցել, չի նշանակում, որ դա չէր պլանավորվում, հակառակը դա պլանավորվում էր, իրանք գնում էին այդ ուղղությունով եւ Հայաստանի իշխանությունները, հանրությունը, մենք բոլորս նաեւ մեր դերը ունեցանք նրանում, որ կասեցնենք այս հակահայկական լրջագույն դավաճանությունը եւ սադրանքը։ Պարոն Թումանյան, ես ճիշտ եմ հասկանում էլի ձեր խոսքից, որ այն խոսակցությունները, որ իրենք եկել էին փրկելու պետություն, այքարում էին իշխանության դեմ, հակառակի մասին է, իրենք եկել էին իրենց փրկելու։ Այո, որովհետև տեսեք, եթե Հայաստանը ինքնիշխան է, Հայաստանում գործակալների տեղ չկա։ Եվ Հայաստանը գործում է իր սուվերեն իրավունքներից։ Այս մարդիկ գործակալ են տասնյակ տարիները։ Եվ ուստի իրանք չեն կարող հիմա հրաժարվել նրանից, ինչում ներգրավել են դեր սովետական ժամանակներից։ Եվ ուստի իրանք իրանց փրկելու մասին են մտածում միայն։ Եվ իրանց փրկելը իրանց համար ավելի թանկ է, քան Հայաստանը փրկելը, քան հայ ազգը փրկելը, քան հայկական պետականության ձևավորումը։ Բացի դրանից իրանց թալանածն են փրկում։ Որտեվ գիտեն, հենց հիմա Հայաստանի պետությունը հզորանա ինքնիշխան դառնա, մենք գալու ենք ձեր թալանածի հետևից,
Որտեղ դուք ապօրինի թալանել եք այս պետությունը եւ այս ժողովրդին։ Դրա իրավունքը դուք չունեիք։ Եվ այդ թալանածն էլ վերադարձնելու եք հայկական պետությանը։ Եվ իրանք փորձում են փրկեն իրաց իշխանությունը, իրանց թալանածը, իրանց գործակալ լինելը, իրանց սրբապղծություններով զբաղվելու իրավունքը, որովհետև հենց եկեղեցում հիմա մենք այս գործընթացը ավարտենք, բոլոր քահանաները կգիտենան, եկեղեցի եթե մտնում ես, ապա դու սրբապղծություններով չպետք է զբաղվես, չմտնես, եթե դու պատրաստվում ես այդպիսի ուրեմն քո անձնական, այսպես ասեմ, կյանքով զբաղվել, անձնական կյանքով ես զբաղվում, մի մտի եկեղեցի, նկատի ունեմ հոգևոր ներկայացուցիչ, քահանա, հոգևորական մի դառնի։ Բայց արդյունքով կգիտենան դառնում ես, ուրեմն դու հրաժարվում ես, ուրիշ որևէ պետության հետ կապ ունենալուց բացի Հայաստանի Հանրապետությունից, դու հրաժարվում ես որևէ անձնական քո կյանքից, բացի քահանաների դեպքում ունեն իրավունք ընտանիք ունենալու գիտեք եւ մենք ողջունում ենք քահանաներին, ով բացահայտ ունի ընտանիք եւ չի խախտում կուսակրոնությունը, որովհետեւ չի վեկալե իր վրա այդպիսի պատասխանատվություն եւ առաքելություն։ Ուստի այս մարդիկ իրանց փրկելու գործով են զբաղվում, որովհետեւ գիտեն, որ իրանց սրբապղծությունները նաեւ փրկել եւ շարունակել միակ տարբերակ կա։ Փրկել Կտրիչ Ներսյանի համակարգը չի լինելու։ Կտրիչ Ներսիսյանին եւ ազատագրումը արդեն սկսվել է։ Ես ուզում եմ հստակ ասեմ, իրանց հիմա այս վիճակը գալիս է նրանից, որ այնինչ մենք երկար ժամանակ է խոսում էինք, դա միայն դեռ խոսակցության մակարդակով էր։ Հիմա հովանավանքը դարել է գործ, գործով սկսվել է ազատագրման գործընթացը եւ ճեղք է արդեն Կտրիչ Ներսիսյանի համակարգում, ինքը փորձում է այնպեսի իրավիճակ ստեղծել, իբրև դեռ կարողանում է կառավարել իրավիճակը եւ դեռ իբրև ամեն ինչ կարողանում է վերահսկել, բայց արդեն շատ լավ ինքն էլ է հասկանում, որ դա վաղուց արդեն այդպես չէ եւ Կիրակի օրը դա կապացուցվի։ Քանի որ մենք տեսանք, որ Տեր Արամը ըստ էության հայտնվել է թիրախում, նաեւ նրա գործունեությունն է խոչընդոտվում, ինչպես պիտի ապահովի նաեւ Տեր Արամի անվտանգությունը, չեք կարծում, որ իսկապես նա հիմա թիրախում է եւ ինչ որ իմաստով վտանգված է նրա գործունեությունը։ Եվ քանի որ գիտեմ դուք եք մասնակցելու Կիրակի օրը Հովանավանքում պատարագին, Սուրբ պատարագին, ինչու եք որոշել անձամբ Թբիլիսիից գալ եւ մասնակցել եւ նաեւ կրկին ինչ ակնկալիքներ ունեք։ Առաջերտին պետք է ասել, որ մենք ուղղի ենք ասում, սա ազգային անվտանգության հարց է, այն որ մեր եկեղեցին բրտնազավթված է եւ մեր եկեղեցում կա օտար ազդեցություն եւ այստեղ օտարի հարցը չէ թե որ օտարն է, այլ առհասարակ օտարի ազդեցություն որ կա, դա է խնդիրը եւ ազգային անվտանգության ծառայությունը ունի առաքելություն անելու, ապահովելու Տեր Արամի եւ ինչպես նաեւ ուրիշ մեր քահանաներին, ով որ բացահայտ իրանց նվիրվածությունը Հայաստանի Հանրապետությանն են, ուրեմն իրանց այս քայլով, ուրեմն բացահայտ դրսևորում, որովհետեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները երբ օտար պետության ուժային կենտրոններին են ծառայում, ապա դա ազգային անվտանգության խնդիր է, իսկ երբ իրանք ուրեմն բացահայտ աջակցում են Հայաստանի ուժային կենտրոնին, իսկ իրանք սպառնում են դրա պատճառով, ապա դա ազգային անվտանգության ծառայության նաև գործն է, որ ապահովել այդ մարդկանց անվտանգությունը, ինչպես նաև պատշաճ մարմինների ոստիկանության եւ այլն, քրչական կոմիտե կա իհարկե, եթե որևէ մեկը սպառնա Տեր Արամին առողջությանը, կյանքին եւ այլն, անպայման միանգամից պետք է իրավապահ մարմինները կատարեն բոլոր անհրաժեշտ քայլերը, որ դա կասեցվի եւ պրոակտիվ նկատի ունեմ, այդ թվում տեսա, որ այդտեղ այսօր ոստիկանական ուժեր էին գտնվում, դա շատ կարեւոր է, համոզված եմ Կիրակի օրը նաեւ բավարար այդտեղ ուժեր կլինեն եւ առհասարակ ամեն օր, երբ անհրաժեշտ լինի, բոլոր դեպքերում, ոչ միայն Տեր Արամի, բայց առաջին հենց Տեր Արամի այս պարագայում, որովհետեւ Եվ դուք հարց տվեցիք, ինչու եմ ես անձամբ որոշել, որ գամ եւ մասնակցեմ մեկ մարդու մասնակցություն։ Ոչ, մեկ մարդու մասնակցությունում չի հարցը, այլ առաջին հարցը նրանում է, որ մեր համար այս Կիրակի օրը տոնական օր է, սա մեր եկեղեցու ազատագրման սկիզբն է, սա առաջի պատարագն է մեր եկեղեցում Սուրբ եւ անմահ պատարագը, որը կլինի եւ որտեղ որ չի հնչա ուրեմն Կտրիչ Ներսիսյանին ինչպես ամենայն հայոց կաթողիկոս ներկայացնելու այդպիսի իրավիճակը, նաեւ ամենակարևորը որ կարգալույց անելուց հետո
ամբողջ ազգը եւ ես կոչ եմ արել նաեւ մարդկանց հասարակությանը ում հետ որ մենք ակտիվ նաեւ տարբեր միջոցներով շփվում ենք եւ այն մարդիկ ով վստահում են ինձ որ գան անպայման մասնակցեն այդ ցույցում նաեւ մարդկանց կոչ եմ արել որ գան եւ աջակցեն վարչապետին նաեւ որը այդտեղ ներկա է լինելու որովհետեւ վարչապետը առաջի հերթին եւ մենք բոլորս վերցրել ենք մեծ պատասխանատվություն եւ բեր մեր ուսերի վրա ազատագրենք մեր եկեղեցին սա պատմական հարց է մեր ապագա սերունդների համար ենք սա անում նաև եւ ամբողջ հանրությունը կարծում եմ բոլոր շրջաններից նաև ես Թբիլիսից Հայաստանի բոլոր շրջաններից մարդիկ գալու են եւ մենք միասին ցույց ենք տալու փոքրիկ խմբակին թե ինչքան մարդ է աջակցում հավատացյալ ժողովուրդը Տեր Արամ Քահանա Ասատրյանին իր քայլին եւ իր նման բոլոր մնացած քահանաներին եւ մենք ցույց ենք տալու որ կարգալույց անելու այդ որոշումը ուժ չունի ոչ իրավական, ոչ հոգևոր, որևէ ուժ չունի, ուժ ունի հայ ժողովրդի, հայ առաքելական եկեղեցու եւ երբ ասում ենք եկեղեցի, դա առաջի հերթին հավատացյալ ժողովուրդն է։ Կտրիչ Ներսիսյանը չէ եկեղեցին։ Հավատացյալ ժողովուրդն է եկեղեցին եւ այդ հավատացյալ ժողովուրդը ինչպես Օհանավանի այդպես էլ մոտակա շրջանների ամբողջ Հայաստանի եւ նույնիսկ Հայաստանից դուրս գտնվող մեր հասարակության հանրության հայության մասը հայությունը բոլորս աջակցում ենք ուրեմն Տեր Արամին եւ այս կարևոր գործին ուստի ես եւս մեկ անգամ կոչ եմ անում բոլորին գանք եւ միասին մասնակցենք այս տոնում որովհետև սա ես արդեն ասացի եւ պետք է կրկնեմ որևէ դեպքում սա տոն է որովհետև սա ճակում չէ մեր եկեղեցում մենք հիմա այս գործը ավարտելու ենք շատ շուտ եւ միջև վերջ ենք տանելու եւ եկեղեցին լինելու է միասնական որևէ անջատում ուրեմն Մայրաթոր Սուրբ Էջմիածնից չի լինելու որովհետև անջատումը տեղի ունեցել Կտրիչ Ներսիսյանի կողմից հակառակը բոլոր եկեղեցիներն ենք ազատագրելու եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնին էլ ենք ազատագրելու եւ ի վերջո որևէ անջատում չի լինելու իսկ առաջի ազատագրված եկեղեցին եւ առաջի ազատագրված պատարագը եւ առաջի համարձակ քահանանով բացահայտ սրանում կմասնակցի եւ Հայաստանի Հանրապետության ընտրված իշխանության ղեկավար ուրեմն վարչապետի մասնակցությունը նաև այդ պատարագում սա տոն է հայ ժողովրդի համար բոլոր այն մարդկանց համար ով դիտակցում է թե ինչ է նաև քրիստոնեությունը ով հասկանում է որ ցավոք կան ուժեր եւ մարդիկ ով փորձել են կրոնը քրիստոնեությունը օգտագործել մեր դեմ ինչպես գործիք որ մեր ազգը նաև կառավարեն իսկ մենք ազատագրում ենք մեր եկեղեցին եւ մեր հոգեվոր կյանքը նաեւ սրանով նրա համար որ վերսկսենք նոր հոգեվոր կյանք որը հիմք է լինելու Հայաստանի Հանրապետության ուրեմն խաղաղ եւ պայծառ ապագայի եւ նաեւ հիմք է լինելու նրա որ փաստացի մեր եկեղեցին ոչ միայն գործիք չի լինի ներքաղաքական կյանքում, այլ հակառակը մեր եկեղեցին իր առաքելությունը միավորի մեր ազգը, ոգեշնչի մեր ազգի մեջ հավատքը նրա, որ մեր միասնական ուժերով պետք է կառուցենք հզոր պետություն, միասնական ազգ եւ որևէ այս պարակտող ուժերը, որոնք փորձում են բաժանել մեր ազգը, որոնք փորձում են խաբել մեր ժողովրդին, որոնք փորձում են օտարի այստեղ ցանկությունները կատարեն, դա տեղի չի ունենա եւ իրանց ցանկությունները օտարի թելադրանքով այստեղ որ Հայաստանը նոր պատերազմի մեջ ներքաշեն դրա հետևանքով Հայաստանը ուրիշ պետության կազմ ցնեն բացահայտ ասեմ եւ Կտրիչ Ներսիսյանը այդ առաքելությունը պետք է ունենալ ինչպես նախկինում երբ պետություն չի եղել իրանք պատկերացրել են որ եկեղեցին է դիմել կայսրին եւ ասել ընդունի Հայաստանը ինչպես քո մաս կայսրության նույն օրակարգով ուրեմն իրանք փաստացի Վրաստանը գրավելուց հետո իրանք ուզեցել են դա նույնը անել Հայաստանում կրկնել եւ հատկապես Սյունիքում պատերազմ հրահարելու իրավիճակում, որը Կտրիչ եւ Դաշնակցությունը միասին պետք է անեն եւ կասեցված է դա, պետք է կարողանային ուրեմն Սյունիքը հանձնեին Ռուսաստանին այդպես կոչված խաղաղապահ ուժերի միջոցով ինչպես Լեռնային Ղարաբաղը, իսկ մնացած Հայաստանը փաստացի ուրիշ պետության կայսրին հանձնեին ինչպես
այսպես տիրապետության գոտի, իսկ իրանք մնային այստեղ եւ Աստծո անունով կառավարեին հայ ժողովուրդը, կրոնական չպետություն դարձնեին։ Սա ոչ միայն կարծիք է, ես հստակ եմ ասում, սա հստակ ծրագիր է, որը իրանք պատրաստել էին եւ որը կասեցված է, եւ ես շնորհավորում եմ ձեզ բոլորիդ ամբողջ հայ հանրությունը, որ մենք կարողացանք կասեցնել այս ապօրինի հակահայկական ուրեմն դավաճանությունը եւ Կիրակի օրը դրա նաեւ տոնն է, որ մենք համ մեր եկեղեցին ենք ազատագրում, համ էլ մեր եկեղեցու հետ միասին մեր պետությունն ենք ամրապնդում եւ որևէ այսպիսի աղետ մեր ժողովրդի համար չի լինելու է խաղաղություն եւ բարգավաճում եւ հրավիրում եմ ձեզ բոլորիդ մասնակցենք միասին եկեղեցու ազատագրման եւ հայկական պետության նաեւ ազատագրման, որովհետեւ անջատ չէ եկեղեցին եւ պետությունը այն առումով, որ եկեղեցու ազատ լինելը շատ մեծ կարևորություն ունի պետության նաև ազատ լինելու համար, ուրեմն այսպիսի օտար ազդեցությունից, ուստի տոնական օր է լինելու եւ ես կոչ եմ անում նաև բոլորին այդ ուժերին, որ հանկարծ չմտածեն սադրանքի մասին, որովհետեւ հայկական պետությունը դրա վրա պատշաճ կպատասխանի։ Շնորհակալ եմ, պարոն Թումասյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ Թբիլիսիից տեսակապի միջոցով մեզ էր միացել վիրահայ հասարակական գործիչ Գեորգի Թումասյանը, կհանդիպենք։